կարող են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք հարցը ուղղել, եթե չի բավարարի, կարող եք դիմել ինձ իմ WhatsApp-ին կամ Telegram կանալին +374 93 40 45 37 եւ այսպես։ Ում անձնական կյանքում կանանց հետ նոր ծանոթությունները չի փսակվում հաջողությամբ կամ ինչ-ինչ պատճառներով պետք է հասնի լուրջ հարաբերությունների, կտրվում է, կորում է եւ այլը, ինչպես տղամարդիկ, այնպես կանայք կարող եք հարց ուղղել, կոնկրետ ինչն է պատճառը, որ չի ստացվում ձեր անձնական կյանքը դասավորելը։ Եվ ես անցնում եմ կանխատեսման։ Եվ այսպես, կոնկրետ պատճառը, ինչու չի ստացվում ձեր անձնական կյանքը դասավորել։ Ինչու չի ստացվում ձեր անձնական կյանքը դասավորել, ովքեր ուղղել են հարցը։ Որովհետև կան անհամաձայնություններ, կոնֆլիկտներ կողքից ստեղծող մարդիկ, ովքեր համաձայն չեն ձեր միությանը։ Հաջորդը։ Այո, կողքից ազդեցություն եմ տեսնում որոշ մարդկանց, ովքեր կարող են ազդել, եթե խոսքի օրինակ դուք տղամարդ եք ծանոթանում եք ինչ-որ մեկի հետ չի ստացվում, այդ անձը հեռանում է ձեր կյանքից, դա մեկ այլ մարդկանց ազդեցություն է, ինչպես կարող է լինել անհամաձայնություններ նրանց ընտանիքում, այնպես կողքից ազդեցություն կապված ընկերուհիների հետ եւ այլ մարդկանց հետ, որովհետեւ նրանք չունեն իրենց սեփական կարծիքը, լսում են ուրիշների խորհուրդը։ Ստեղից անհամաձայնություններ։ Երկրորդ, եթե կանայք են հարցը ուղղել, ձեր տղամարդու մոտ ազդեցություն կա, կարող է լսել ընկերներին եւ կարող է լսել իր հարազատներին կամ միգուցե անձը ամուսնացած է եղել, դուք այդ մասին չգիտեք եւ ստեղ պետք չի բաց սենց ամեն ինչ դուք ցույց տաք, որովհետեւ կարող են լինել մարդիկ, ովքեր ձեր հարաբերությունները կարող են ստեղծել ձեր միջև կոնֆլիկտներ եւ այստեղ անձը հնարավոր է կամ մամայի բալա է, կամ պապայի բալա, կամ ընկերների հետ է շատ կապված, ինչպես ասում են, չունի սեփական խելքը, շարժվում է այլ մարդկանց ուրեմն ուղղորդությամբ, խորհուրդ ձեզ։ Տեսնում եք, եթե պատրաստ եք ամուսնության, աշխատեք այնպիսի անձի ընտրեք, ինքներդ եք տեսնում, չնայած դժվարություններ սպասվում են ձեզ, որը ձեզ ճիշտ ուղղության վրա կդնի, ոչ թե տոքսիկ հարաբերություններ, այստեղ մի փոքր լուր